Նախ շնորհակալ ենք, որ դուք եկել եք բոլորը, շատ շնորհակալ ենք նման լուսաբանության համար, որը որ շատ հարցեր ա լուծում, մենք տեսնում ենք Հայաստանում ինչ հարցեր ա լուծում լրատվականով։ Հիմա ինչ ա կատարում, 2 հատ 8 հարգանի են սարքում, այն գոտում, որտեղ որ կոյուղի չկա, որտեղ որ հորային սիստեմ է։ Այս հողատարածքները թանկ հողատարածքներ են, մարդիկ ահագին փողեր են տվել, եկել են իրանց տնամերձը քաղաքից դուրս սարքել են, որպեսզի իրանց կյանքը վայելեն։ Այս մարդիկ ինչ են անում, հա։ Եկել են ստեղ։ Հիմա ինչ ա կատարվում, այս մարդիկ շինթույլտվություն են ստացել պարոն Բաբայանից, որը որ իր ձեռքով օրենք ունի, որ սա հորային քաղաքապետը Էդիկ Բաբայանից, մեր Աբովյանի քաղաքապետը։ Նայա շինթույլտվությունը ստորագրե, այս մարդը լիցենզիայով լավոսպն, որոշել ա, որ ստեղ պետք է լինի 2 հատ 8 հարգանի, բայց լավոսպը, երբ դու գիտեք ինչ ա գրել ստեղ, շինթույլտվությունը, որ ընդունել են, կոյուղաջրերը հավաքվում են և անցնում են կողքի գործող կոյուղով, ուր աստ է կոյուղի խնգերներ, Կոյուղի տեսնում եք, սաղս հոր ունենք ստեղ։ 5 կիլոմետր հեռավորության վրա կա, որը շատ քիչ տարողականություն ունի։ Եթե կոյուղի կա, ստեղ, մենք քիչ ենք օգտվում այդ կոյուղուց, խնդրում եմ ասեք։ 2 հատ 8 հարգանու կոյուղները գնալու են մի հատ հորի մեջ, որ ամեն օր գան ասենց քաշեն տանեն, այդ ջրերն էլ այդան մեր տների տակ, այս սրա հետևը իմ տունն ա, մի հարգանի տուն, որը որ կադաստրը ասել ա, ես դեմ եմ այս շինությանը։ Իսկ այս սպն, ինչ էր անունը, լավ, հա, որոշել ա, որ ստեղ կարելի ա դա կանգնի, տեսեք, 58 հատ ստորագրությունները, մարդկանց, այս բոլորի, որոնք էր, որ չկան, պարոն Բաբայանի սեղանի վրա, ինքը տվել ա թույլտվություն, այս բոլոր ժողովրդի, այստեղ ա գրած, հեն են, Իսկ գիտեք ում է պատկանում, ինչ առողջություն ունեն հողկապակցած անձին։ Մենք դատարան ենք տվել այս գործերը, երկուսն էլ։ Հարգելի քաղաքացին կառուցապատողի ներկայացուցիչն է։ Այո, շատ լավ է անում։ Կառուցապատողը անում է իր գործը։ Մարդիկ շինթույլտվություն, մենք դեմ ենք շինթույլտվությանը, որը որ պետք է կասեցվի։ Եթե այստեղ շենք է կառուցվում, ինչ խնդիրներ է առաջանում, դուք դրա մասին խոսեք։ Առաջի հերթին, որ ես մի հարգանի տուն ունեմ, իրանք հենց 6 մետր չկա, 8 հարգանի են սարքում։ Տարածությունը դաշը կարելի է, որ իրանք մի հատ մեծ սեփական տուն են սարքվել, պետք է մենք իրար հետ նստեինք խոսալու։ Երբեք չեն եկել, չեն ասել, թե ինչ պետք է այստեղ կառուցվի։ 2 հատ 8 հարգանի է սարքվում, հանրային լսումներ չեն կայացրել։ Քաղաքապետարան։ Դեռ ասում են, դու գուցե 12 կդառնա հետո։ Էդ էլ ա ճիշտ։ Քաղաքապետարան, պարոն Բաբայան, մենք մինչև շինթույլտվությունը ձեզ տվել ենք 58 հատ ստորագրություն։ 58 հատ ստորագրությունը վրան դու ասում ես, եթե քննությունը ասի ամեն ինչ նորմալ է, ես պետք է տամ, ուզում ասի, ես անզոր եմ մարդը։ Ու տվեց շինթույլտվությունը, բայց այդ 58 հոգին, որ ստորագրություն է տվել, ինքը հատ պատասխան չի տվել, մենք սպասում ենք, որ ինքը պետք է մեզ պատասխանի։ Բայց շինթույլտվությունը վրան եկել են սարքում են, արդեն ասում ենք ընկեր Բաբայան, բա մենք քիզ ենք սպասում, մեր բողոքն ինչ եղավ, ասում են շինթույլտվություն են տվել։ Նորից ենք բողոքում, նա ուղարկում է մեզ դատարան, հիմա գնացել ենք դատարան։ Այդ լավ է, էլի, ամեն անօրինական շինթույլտվություններ լավ ստորագրում է, մեզ գցում է կրակը, ինքը շատ լավ ստորագրում է փաստորեն։ Մեզ գցում է կրակը համ ծախսերի տակ, համ սենց բաների տակ, հետ չհասկացանք պարապենք, ես ինքս Հոլանդիայի բնակիչ եմ, բայց ստեղ ներդրող եմ, ես ստեղ ունեմ խնամքի տուն, ես համի գործարար կին եմ, ինչի պետք է ես գամ Հայաստան նման բաների հետևից ընկնեմ։ Այն տունը տեսնում եք տաունհաուզը, 2 տարի ես Բաբայանների հետ կռիվ եմ տվել այն դրա համար։ Փաստորեն մենք 5 տարի քաղաքապետարաններից տուն չեն գալիս մեր շինարարության համար։ Իրանք ստորագրում են առանց հարցնելու։ Կողքի հարևանի հետ դուք երբևէ նստել եք, զրուցել եք, ինչ եք անելու։ Դուք մեր մարդկային իրավունքները խախտում եք, փողը դնել են ջեբները, բիզնես են անում մարդիկ մեր հաշվին։ Մեր առողջության հաշվին, այս մարդիկ որոշել են հարստանան։ Արդեն հարուստ են, քիչ, հա։
Ավելի հարստանալ։ Մի քիչ կշտացեք ժողովուրդ, հերիքա այդքան ուտեք, մեր առողջության հաշվին, առողջապահության մինիստրությունը ասել է այո, կողմ եմ։ Առողջապահության մինիստրություն, ես որպես բուժաշխատող, Հոլանդիայում աշխատող բուժաշխատող, եկել եմ ասում եմ, դու եթե սա ասում ես լավ է խոսքի, ոչ մեկի առողջության հետ կապ չունի։ Դու շնչում ես, դու ես ձենը լսում ես, մենք քանի տարի ենք սա քաշելու։ Էկոլոգիապես սա կոյուղի չունի։ Մենք ինչ ենք անելու սրա, ամեն շաբաթ պետք է գաք հորից, ջուրը վեկալեք տանեք, հա, քաշեք տանեք։ Այդ ջուրը քաշում է ներքև, կեղտը չի քաշում։ Այդ կեղտը հա պետք է գա քաշեք, բայց ջուրը պետք է թա մեր տների տակ, հա։ Ոնց եք տվել այս շինթույլտվությունը, պարոն Բաբայան, քո տան կողքը, դու սենց բան կթողեիր Սարգեին։ Հա, դուք ոնց կթողեք, այս ինչ անունը Արտյոմ Եսիմինչյան, դա տերն է այս սեփականատերերի, ասում եմ լսի, դու քո տան կողքը կսարքես սենց բան, ասում եմ, իմ տան կողքը տեղ չկա, որ հողլներ կարող է որ գային սարքեին, տեղ չկա, ասում եմ, դե արի մի միլիոն տուն, ես 200 տուն ունեմ ընդել, իմ աշխատանքը, քրտինքը ծախսել եմ իմ տների վրա, որ ես գամ բայել եմ, դուք ես խառնում իմ կյանքի որակը, դու գնում ես լավ ապրես, բայց այս հողերը թանկ են, մենք ինքան միլիոններ ենք դրել մեր տները սարքել ենք, որ մենք առանձին քաղաքից դուրս գանք ապրենք ստեղ, մեր երկրից հեռու չմնանք։ Հիմա դուք ես գալիս իմ առողջության հետ խաղանում, որ դու բիզնես անես, միլիոնները դնես քո տակը։ Այս տերորը պետքա վերջ լինի։ Ես ասում եմ, եթե շատ մարդիկ ասում են, դատարանները ծախված են, ես չեմ ընդունում այդ բանը։ Դատարանը ինչքան իրանցն է, ինքան էլ մերն է։ Օրենքը մերն է, իրանցն է։ Եթե հանգարց օրենքը սա կհամարի ճիշտ այս չարագործությունը, մենք ուրիշ ճանապարհ չունենք բացի Դենհաղից, որի բնակիչը որ ես եմ։ Այդտեղ ենք գնալու, մենք 35 տարի է Ամստերդամում ենք ապրում, Դենհաղում ենք ապրում, Հոլանդիայում ենք ապրում, մենք կարանք եկանք մինչև Եվրոդատարան։ Այս ինչ տերոր է։ Ով է բացատրություն տալու, թե մենք ինչ ենք քաշում, այս ձենը լսում եք, ոչ շաբաթ, ոչ կիրակի։ Առավոտից իրիկուն, ու մենք քանի տարի տանել ենք, ես կոնկրետ 200-ից ավել, էդ էլ մարդկայինով, թող սարքեն, բայց եթե 200-ից ավել են ուզում սարքեն, դա արդեն չարագործություն է մեր նկատմամբ, տերոր է։ Ասես թե 200-ից ավել է լինել, այնտեղ ներկայացված է։ Դե եթե ավել լինի, արդեն դատարան է գործը։ Իրան կամ պետք է շատ հանգ դուրս գան դրա տակից, կամ պետք է քանդվի, դրան լուծում է լինելու։ Այսքան ստորագրություններին իրանք ինչքան պետք է մուծեն հետ, որ բողոքում են։ Ավելի լավ է չսարքեն։ Իրանք շատ մեծ թանկով պետք է դրա տակից դուրս գան։ Տեսեք, այս երկուսի շինթույլտվությունները գծագրությունով իմ ձեռքն է։ 64 հատ տուն է լինելու ստեղ։ Նույնն էլ ստեղ։ Իրանք ունեն 12 հատ պարկինգի տեղ։ Գետնի տակը։ Բացատրեք տնամ, այս շոշը 3 մետր է։ Ուր են կանգնել այդ մեքենաները։ Այդ տերերը պետք է հյուրեր ունենան, թե չէ։ Այո, դրա համար ենք փակել, որ մենք տեղ ունենանք շարժվելու, ձեր պատճառով խցկված չենք, վաղը միսօր իմ թորը, որ դուզ գաս թե հեծանիվ կշի, ընգնի, լավ ենք անում, որովհետև դուք եք պատճառը, եթե դուք պատճառը չլինեիք, սրա հետևի տան բնակիչն է, որ իմ լույսը կտրում է լրվի, հետ ինչ կապ ունի, ես ես թաղի բնակիչ եմ, բայց հարցը լրիվ անիմաստ է քո տված։ Այս եղելությունը ոնց որ պաշտպանում եք։ Այո, Դուք դե մի բարի մեջ պաշտպանել կար։